Աշոտյան նկատմամբ որպես խափանման միջոց վերահսկողության ժամկետը 1 ամիս ժամկետով երկարաձգել։ Միևնույն ժամանակ վերացնելու բոլոր տեսակի սահմանափակումները, որոշում հատուկ դեր ունենան խաղաղ բողոքակիր քրեական դատարան ստանալու հասնելու ժամկետը։ Անդրեան ներառող Պատմական դատան դիվանադառնալով շահառնավորման հիմքերին Ինդեքսին ևս հարկ է նկատել, որ իջետական վարքի ընթացքում մեղադերի նկատմամբ տնային կարակի ժամկետի երկարաձգելու մասին որոշում կայացնելուց ի վեր որևէ էական հանգամանք չի փոփոխվել։ Նշվածի կապակցությամբ հարկ է փաստել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի առաջադրանի քահանայության քրեական դատարանի կողմից որոշում կայացնելիս դատարանը ևս համի է եղել հարկ իրականացման մարմնային մտավախության հետ, որ մեղադրյալը 1991 դեպքում չի կատարի քրեական դատավարության օրենսգրով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։ Պատմական դատարան հարկ է համարում արձանագրել, որ սույն փուլում ևս 1991 մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարություն խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու իր վրա դրված քրեական դատավարության օրենսգրով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման եզրանկման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը դեպքում դատականության փուլում դեռևս հետազոտվածային առանցքային նշանակություն ունեցող ապացույցները, գործով հասնում են անձին, ում հետ մեղադրյալը ընդգրկում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, հարկ է հաշվի առնել մեղադրյալի ներսագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարումների եղանակը, սպառնացող հնարավոր բաժի խստությունը։ Միաժամանակ հարկ է փաստել, որ հանցագործության ծանրության աստիճանը չի կարող հիմնավորել ազդեցություն զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադրյալի վերագրվող հանցավոր արարքի բնույթը վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, հարկ է նկատել, որ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի 2-ին թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե արդեն իսկ կատարված գործողությունների հավաստող ֆակտորի վրա։ Ամփերով վերաբերյալը արձանագրում է, որ գործում արդեն փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալին սույն փուլում հանրության սահմանափակման մեջ քայլելու անհրաժեշտությունը եւ արկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել քիթային խափան միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնկրետ դեպքում տնային խափան միջոցի զատ այլ տնային խափան միջոցները պիտանի չեն հետախնդրող նպատակին հասնելու համար եւ իզորություն արտադրելու մեղադրյալի ոչիրավաճառ վարքագծի դրսևորման ռիսկը հնարավորություն տալով ապահովել ռազմական ազատության իրավունքի եւ վերջին մասնակցության գործի պաշտպանության հանրային միջև արտադրացի հավասարակշռությունը։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոց տնային կանանքը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով, միևնույն ժամանակ պահպանելով դատարանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման մեջ արձանագրված անմիջապես